Այսի մարզային գիծ չեղե կյանքում, եղել է քաղաքային գիծ, ուրիշ բան չեն կարավել, ասենք անբան, պետք է գիծը գա, նույն ավտոբուսն աշխատի, ուզում է Գագիկ Ծառուկյանը բերի, ուզում է, չգիտեմ, դու բերես, ես բերեմ, բայց քաղաքային գիծ բերեն ու ֆիզիկայի խաչմերուկից հրաժարվեն, մինչև մետրո բարեկամություն գույնը հասնեն, ինչ ուզում են անեն, գիննել քաղաքում 150 աստե 2 կիլոմետրի համար 250 Այդ որտե՞ց է դերախ են տալի այդ գնագը։ Ես am խոսքս հետևյալն է, որ մարզա, ասում եք մարզա կոչում, մարզը մեզնից 30 կիլոմետր հեռու է, Երևանը կբաց է մեզի։ Մենք մարզի հետ ինչ գործ ունենք։ 50 հրազդան մինչև։ Իհարկե պահանջում ենք։ Այնուամենայնիվ, եթե կառավարությունը ձեր պահանջին բացասական պատասխան տա, ինչ եք անել։ Չի աշխատի 100%-ով։ Չեն թողել։ Այսինքն ժողովուրդը, չէ, ժողովուրդը բնականա չի օգտվելու։ Մենակ ավտոբուսի։ Բա հենց դրա համար պահանջում ենք, որ մեր 59-ը չհանեն։ Էդա, խնդիրը էդա մենակ, 59-ը թող մնա։ Համարը կապ չունի, ով կլինի, ելնի, բայց ավտոբուսը Պիտի աշխատի։ Ունչև գոնա, բարեկամության մետրո, այս մարշրուտկեք ձևի համար են դրել, ձևի համար փող աշխատելու լավ հնարավորություն, 253 կիլոմետրի վրա, քաղաքում է ձևի գիծ կա 3 կիլոմետր, որ ելնի 250 դրամ։ Ժողովրդին։ Հետո էլ ասում ենք գալբանը չենք մնում ժողովրդին։ Լավ է մնում ենք։ Եթե ասենք մարզա էսի, մի 10 տարի առաջ 18 համարին խեն մտրեբա, 2-3 տարի աշխատամ նորից հանեցին։ Մարզեր բախեն մտրե։ Ամարտես ասում 65 թվից քաղաքային գիծ եղել եկել է 18-20 Մինչև ծղան խանութ էլ գնացել է։ Ամբողջ քաղաքի միջով։ 65 թվից քաղաքային գիծ եղել։ Այս ինչ որ մարդիկով կարող է ջայլեր չգիտեն, մենք եկել ենք գյուղից, Չամրլու գյուղից եկել ենք 65 թվից էսի եղել է քաղաքային գիծ։ Այսօր ինչ փոխվավ։ Թողելի բերեն, որտես բերեն, ավտոբուս բերեն, նորմալ գնով, նորմալ ճանապարհով։ 3 կիլոմետրը 250, 15-20 կիլոմետրը 150։ Այդ խելքի մոտիկ բան է։ Ասա, դու երկուստանող ոնց ես պայելու։ Հիմա Երևանում էլ է տրանսպորտների գինը թանկացել։ 150 չէ։ 150 է։ Բայց մեր 250-ով են բացում։ Մենք 150-ի դեմ չենք էլ եղել։ 300-ին ենք դեմ եղել, 150-ին դեմ չենք եղել, երբեք։ Հետո 21-րդ դարն է էսի, ավտոբուսով պիտի երթևեք եք, թե իրար շալակ բարելնելու։ Կարծում եք, որ այնքան է մեր տրանսպորտները բարեկարգված, որ Այո, հիմա բարեկարգված է մեր տրանսպորտը, շատ է բարեկարգվել։ Այս ավտոբուսները, որ մցարել են, շատ բարեկարգվել է։ Ու պահանջում ենք, թող մեր մոտ էլ ինչ է, այս գյուղ եք ասում, այս գյուղ չի, քաղաք։ Գիծը շահում են։ Հարցում են ժողովրդից, այս գյուղից խորհուրդ հարցրել են, մենք ենք ուզում գանք, ձեր գիծը շահենք։ Կոտայքի մարզ կունենա մի 150 հատ գյուղ, շահել են, Կոտայքի մարզի, ասենք այս սպասարկումը, թող գնան ուրիշ տեղ, էսի Կոտայք չի, էսի քաղաքը, քանի անգամ քաղաք մտցնելու համար ժողովուրդը չեն համաձայնվել, կեսը այսօրվա քաղաքի կեսը, քաղաքին է, մնացած նոր Կոտայքի մարզ, մենք Կոտայքի մարզի հետ կապ չունենք, մենակ հող ծախելու, տուն ծախելու այդ ժամանակ, ոչ հիվանդանոցի, ոչ մի հարցում մենք չկայենք։ Մարզպետարանը մեզնից 50 կիլոմետր հեռու է, մենք մարզ ենք կոչվում, ինչ մարզ։ Եվ 2 կիլոմետր։ Գնում եմ ինչ անեմ Կոտայքի մարզ։ Եվ ենք գնացել։ Մեկ երեխա բանակ տանելուց են գնում ուղարկում, ուրիշ էլ բան հետ կապ չունի, մեկ էլ երևի հող են ծախում, տուն են ծախում, արկու վաճառքի։ Թե մենք մարզի հետ կապ չունենք։ Ինչ 250, 400, սա 16,000, 17,000 ժողովուրդ աշխատում են, օրական սա հիշում են առավոտ 3 ժամամեջ 5-600 աշխատող ուսանող է գնում։ Էսի 10-15,000 բնակիչ շատ է։ 17,000 բնակիչ բերում են ինչը։ Ռոշիանցիների հետ թե մենակ հասախը։ Մենակ հասախը 4 գյուղ կարելի ասել, միացել դարելա մի գյուղ։ Աբարանից, տարբեր տեղերից, քաղաքից եկել են, միացել են, դարելա, հա, մեծացել դարելա մի գյուղ։ Ու այդ գյուղացոնց այսօր ուզում են ինչ-որ մարշրուտկով կամ գազելով ուզում են տեղափոխել։